Ես ուղղակի ուզում եի հասկանալ, մենք տեսնելով, որ միևնույնն է բարձրագույն կրթությունը մասնավորապես մագիստրատուրան մասնավորապես գնում է դեպի հեռավար։ Եվ ուզում եմ վստահ լինել, որ մեր կարգավորումները դա հաշվի առնում, որովհետև կարող է պատահի մենք ինչ-որ տրադիցիոն կարգավորումների տիրույթ մտնենք, բայց պարզվի, որ դուրս ենք մնում կրթության ոլորտից, որովհետև իմ տպավորությամբ այնուամենայնիվ այդ թվում Հայաստանի Հանրապետության տարածքում կրթական ծառայություններ կմատուցվի եւ ես ուզում եմ հասկանալ մենք դրան ոնց ենք վերաբերվելու, որովհետև բացառվում է, որ 1-2 տարի հետո Հայաստանում մեծ առաջարկ չլինի օտարերկրյա այդ թվում առաջնակարգ բուհերի հեռավար կրթության ծառայությունների։ Հիմա մենք ինչ ենք անելու այդ մասով։ Պարոն Գրիգորյան, ես իմ խոսքում էլ նշեցի, որ նախատեսված է նախ առանձին կարգավորումներ, որոնք թույլ կտան միջազգային հեղինակավոր բուհերին շահագրգռված լինել գործունեություն ծավալել Հայաստանի Հանրապետությունում եւ մենք ինքներս էլ պիտի հիշեցնեմ, որ ակադեմիական քաղաքում նախատեսել ենք, որ բացի պետական բուհերից առանձին տարածքներ հատկացված են հենց նաեւ միջազգային եւ մասնավոր բուհերի գործունեության համար։ Եվ այդ իմաստով նաև ինքներս ակտիվ ուրեմն երկխոսության մեջ ենք տարբեր պոտենցիալ գործընկերների հետ։ Ինչ վերաբերում է ձեր նշած հատուկ աշխատանքի ձևաչափին, այսինքն հեռավար կրթության ձևաչափին, որով տարբեր բուհեր նաև հիմա ծառայություններ են առաջարկում, հեռավար կրթության համապատասխան կարգավորումները մենք դրել ենք օրենքում։ Եվ եթե դուք համեմատեք այս պահին մեր գործող օրենսդրությունը նրա հետ ինչ առաջարկվում է, կարող եմ ասել, որ դաշտը էապես ընդլայնվելու, իհարկե որակի մշտադիտարկման եւ բնականաբար այդ ամբողջ ստանդարտներին համապատասխանության պարագայում նմանատիպ ծառայությունները հնարավոր կլինի մատուցել։ Շատ լավ, ես ուղղակի կարծում եմ, որ մեր բուհերն էլ այդ թվում եւ մասնավորապես պետական ուղղակի շատ շուտով մրցակցային չեն լինի, եթե հեռավարի հարթակը չաշխատի։ Առնվազն ծառայության արտահանման մասով, ինչ ես կարծում եմ, մենք ունենք այդպիսի նպատակ։ Եվ եթե մեր կանոնակարգում, կարգավորումներում այդ պահանջները չտեղավորվի, կամ մենք մեր կարգավորումներով չդրթենք նրան, որպեսզի հեռավար կրթության մոդելները բուհերում ներդրվեն, այստեղ իրոք լուրջ մրցակցային խնդիրներ կառաջանա, որովհետև մասնավորապես արտահանման մասով մեր կրթական ծառայությունը արտահանելի չի լինի։ Ես վստահ եմ, որ դուք անդրադարձել եք այս հարցին, ուղղակի ուզում եմ մեզ էլ պատմեք, էլի ոնց ենք մենք դա տեսնում։ Շատ լավ, պարոն Գրիգորյան, պետք է ասեմ, որ այդ իմաստով COVID-ը կրթական համակարգում ունեցավ թերևս հեղափոխական նշանակություն, որովհետև տեխնոլոգիական այն զարգացումը, որ ապրեց կրթական համակարգը համավարակի պայմաններում, զրկված լինելով ավանդական կրթության ապահովման մեթոդից, ստիպեց, որպեսզի մեր թե բուհերը գնան այդ ճանապարհով, թե կրթական ծառայություններ մատուցող այլ մասնակիցները, եւ այս գործընթացը թափով գնում է, շարունակվում է, եւ սա դարձել է նաեւ մեր առնվազն որոշ բուհերում աշխատանքի սովորական ձևերից մեկը, որովհետև պարզ է, որ հեռավար կրթությունը գործում է ոչ միայն նման արտակարգ իրավիճակներում, այլ դա դառնում է նաև, ես իմ խոսքում նշեցի, ուսանողի անհատականացված մոտեցման, ինչը նշանակում է, որ ուսանողը պետք է հնարավորություն ունենա կախված օրինակ իր աշխատանքային ռեժիմի հետ համադրելու հնարավորություններից, իր ուսումնական գործընթացը կազմակերպել եւ ամբողջական ու մասնակի բեռնվածության ռեժիմներ են նախատեսված ներկայումս գործող արկա եւ հեռակա ձևաչափով ուսուցման փոխարեն, սա էլ է ամբողջությամբ վերանայվում եւ այս ուրեմն ռեժիմների տարբերակումը հեռավար կրթության բաղադրիչների օգտագործումը նույնիսկ մեր ուրեմն ստացիոնար ուսումնական գործընթացում ստեղծում է ինստիտուցիոնալ միջավայր, որպեսզի հեռավար կրթությունը դառնա նաև ամբողջական ծառայություն մատուցելու ձև, նաև մեր բուհերի կողմից։ Մենք դա խրախուսում ենք։ Իհարկե, այստեղ շատ կարևոր է որակի եւ վերահսկողության պատշաճ մեխանիզմների ապահովումը,
բայց կարծում եմ, որ տեխնոլոգիական լուծումները նաև դրանց պատասխաններն են տալիս։ Այնպես որ այդտեղ մենք կոնֆլիկտ չունենք, մենք ունենք ուղղակի պլանավորման եւ հետևողական իրականացման նպատակ, որովհետև շատ հաճախ նաև հեռավար կրթության ներքո կարող են կասկածելի բովանդակություն տեսնել եւ կարծում եմ, որ կարեւոր է, որպեսզի այդտեղ գործեն որակի չափանիշներ։ Հենց դա է ասում Տիկին Անդրեասյան, ես էլ եմ կարծում, մի կողմից ինքը թվային տիրույթում է դրա մոնիտորինգը շատ ավելի հեշտ է անել, որովհետև ինքը ըստ էության դառնում է ավտոմատ մոնիտորինգի առարկա։ Բայց մյուս կողմից էլ, այո, պետք է հասկանանք այդ կոնտենտը, որ այդ հեռավար կրթության պարագայում օգտագործվում է, որքան ով է ընդունելի կամ չընդունելի։ Բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ մենք պիտի այս հարցը ուշադրության կենտրոնում պահենք։ Շնորհակալություն։ Խնդրեմ հարգելի գործընկերներ, հարցեր, առաջարկություններ կան։ Առաջարկում եմ ընդունել որոշումը, ովքեր են դեմ չկա, որոշումն ընդունվեց։